Սիրելի հայրենակիցներ, համայն աշխարհի հայրենիներ, ինչ ազգեն ալվորելաս, ինչ վիճակի մեջ ալվոր գտնվիս, հիշե, որ դու պահապան զինվոր մնես հայրենիքիդ, եւ մի հարցներ, թե ինչ է քո պարտքդ հայրենիքիդ, այլ սիրե եւ կսիրվիս։ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայասպետ Սփյուռք հեռուստախաղն է, որին մասնակցելու համար ժամանել են հայրենիներ աշխարհի տարբեր կողմերից։ Եվ ես հիմա սիրով նրանց կհրավիրեմ ասպարեզ։ Լիբանանի Հանրապետությունից համազգային Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի սաները։ Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հալեպի հայկական բարեգործական ընկերակցության հայ երիտասարդաց ընկերակցության սաները։ Եվ դարձյալ Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հալեպի կրթասիրած Սարգիս Ճեմպերչյանի երկրորդական վարժարանը։ Հեռուստանախագծի աջակիցներն են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, Կրթության եւ Գիտության նախարարությունները, Հայաստան համահայկական հիմնադրամը։ Նրանք հայրենիք են եկել կարոտով, նրանք հայրենիք են եկել սիրով։ Հայրենիք են եկել պատրաստված պատմելու, թե իրենք ինչ գիտեն իրենց հեռավոր հայրենիքի մասին։ Կարմիր թիմ, մենք կընտրենք Ջեդարը։ Ջեդարը խնդրեմ։ Թեման արվեստի պատմությունն է։ Միջնադարյան Հայաստանում հայերն ինչ էին անվանում ձեռագիր մատյանների էջերը նկարազարդողներին, ինչ է կոչվում ձեռագրերը զարդանկարելու արվեստը։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Այս հարցումին կպատասխանի Խաժակ Տաբակյանը։ Խաժակ։ Միջնադարյան Հայաստանում հայերը կանվանեին ծերակիր մատյաններու էջերը նկարազարդողներուն զարգողներ եւ ծերակրերը զարդանկարելու արվեստը մանրանկարչություն։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայերը ձեռագիր մատյանների էջերը նկարազարդողներին անվանում էին ծաղկողներ, իսկ արվեստի այդ ճյուղը կոչվում է մանրանկարչություն։ Կաթենիկ։ Նախ ցանկանում եմ բարի գալուստ ասել բոլոր հայրենիներին, որոնք գտնվում են այժմ Հայաստանում եւ նրանք, ովքեր որ այժմ կդիտեն հաղորդումը, եւ ուրախ եմ, որ այսօր խաղը սկսեցինք լավ պատասխանով։ Թիմը Խաժակի գլխավորությամբ թիմը վաստակեց 10 միավոր։ Եվ անցնում ենք կապույտ թիմին։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք Լույն դարը։ Լյուն դարը խնդրեմ։ Տոներ եւ ծիսակարգ։ Հնում հայերը նոր տարին ինչ էին անվանում եւ երբ էին նշում։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանե Հեղինե Աթաշյանը։ Հեղինե։ Հայերը նոր դարին անվանում էին նավասարդ, ան նշվում էր հայկական դարվա առաջին ամսվա նավասարդի մեկին։ Նավասարդն իրանական փոխարություն է, որը կնշանակի նավա նոր եւ եսար դարի բարերից։ Կազմված է նավա նոր եսար դարի բարերից։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հնում հայերը նոր տարին անվանում էին նավասարդ, այն նշվում էր հայկական տարվա առաջին ամսին, նավասարդի մեկին, համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Հասմիկ։ Ես նույնպես ուզում եմ բարի գալուստ ասել մեր շատ սիրելի հալեպցի աշակերտներին եւ ողջունել ողջ Թուրքում գտնվող մեր հայրենակիցներին։ Ուրախ եմ նաեւ, որ պատասխանեցիք այս հետաքրքիր հարցին։ Իրոք Հայկի եւ Բելի, ուրեմն մենամարտի օրն էր այդ օրը, նաեւ ըստ ավանդության Նոյը տապանից իր ողջ ընտանիքի հետ դուրս է եկել հենց այդ օրը եւ այս գեղեցիկ ավանդույթները հիմք են դարձել մեր նոր տարվա սկզբին եւ պատասխանը ձեր գնահատմամբ 10 միավոր։ 10 միավոր է վաստակում բարեգործականի թիմը եւ անցնում ենք կրթասիրացին։ Ընտրում ենք։ Մենք կընտրենք կրթասիրացի Կենտարը։ Կենտարը խնդրեմ։ Առասպելներ եւ ավանդազրույցներ։
Ըստ ավանդազրույցի, Հաղպատ վանքի անվանումն ինչ բացատրություն ունի։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես, Արարատ Մազլումյանը։ Հայր եւ որդի վարպետներ հրավիրվում են վանք կառուցելու, աշխատանքի ժամանակ հոր եւ որդու մինչեւ վեճ է ձակում եւ նրանք կժդվում են, որդին ընդունում է ուրիշ իշխանի հրավերն ու սկսում այլ վանքի կառուցումը, մի օր հայրը գալիս է որդու մոտ, զննում գիսակառույց վանքի բադերը եւ ոտքը տնելով մի բադի վրա ասում է հաղ բադե, այսինքն իսկական ամուր բադե, հայրը որդիկը գլխառնվում են ու հաշտվում եւ վանքը կոչվում է հաղբատ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մի օր վանք կառուցող հայր եւ որդի վարպետները վիճում են։ Որդին գնում է այլ վանք կառուցելու։ Օրեր անց հայրը գալիս է որդու մոտ, զննում կիսակառույց վանքի պատերը եւ ոտքը դնելով պատերից մեկին ասում է. «Հաղ պատ է», այսինքն իսկական ամուր պատ։ Վանքն էլ կոչվում է Հաղպատ։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Իդեպ պետք է ասեմ, որ այս կամ այն տեղանվան բնակավայրի վերաբերյալ եւ գիտական մեկնաբանություններ կան եւ ժողովրդական մեկնաբանություններ, ավանդազրույցներ, իսկ ժողովրդական մեկնաբանությունները մեր գրողների կողմից շատ ժամանակ մշակվել, դարձել են գեղարվեստական սքանչելի ստեղծագործություններ։ Դրանցից մեկն էլ այո, Հաղպատի նվիրված այդ ավանդազրույցն է, որ ժողովուրդը պատմել, բերնեբերան փոխանցվել է։ Ապրեք, երեխաների պատասխանը հրաշալի էր, ստանում են 10 միավ։ Եվ առաջին գուլի առաջին պտույտի ավարտին երաշտական հարց։ Եվ հերթը դարձյալ Տիրանագույն թիմին է։ Մենք կընտրենք եջ տարը։ Եջ տարը խնդրեմ։ Այս երկը Վերկերովլի Ջանֆիդայի երկն է, Պետրոս Սեմերջյան, ժողովրդական երկ, հայրենասիրական։ Վերկերովլի Ջանֆիդայի թափարականություն է, Վերկերովլի Ջանֆիդայի թափարականություն է, Յարիս փոխանցեմ կրկել, մի դեպանգից ունջունեմ, Յարիս փոխանցեմ կրկել, մի դեպանգից ունջունեմ, ես կոչեցա Ջանֆիդայի դարձածիմ որդավարի, ես կոչեցա Ջանֆիդայի դարձածիմ որդավարի, թող ինքապազարյան շիտեր, օրնակ դառնա հայ զինվորի, թող իմ թափազարյան շիտեր, օրնակ դառնա հայ զինվորի։ Խնդրեմ Տիկին Բրության։ Ես ողջունում եմ ձեզ երեխաներ, ողջունում եմ ձեր մուտքը հայրենասիրական երգով, մուտքը այս խաղի մեջ։ Ես հիացած եմ ձեզանով, կեցեք, Հայասպետ։ Նշեմ, որ Հայասպետ նշանակում է 11 միավոր, եւ անցնենք հաջորդ պտույտին Կարմիր թիմ։ Մենք կընտրենք ծոդարը։ Ցոտարը։ Արվեստի պատմություն։ Ով է կառուցել Հայաստանի առաջին թատրոնը։ Երբ եւ որտեղ։
Ժամանակ ենք վերցնում։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Այս հարցումին պիտի պատասխանեմ ես, Ֆաթիլ Բավիկյանը։ Հայաստանի առաջին տատրոնը կառուցած է Մեծն Տիգրանը Քրիստոսի առաջ 69 թվականին մայրաքաղաք Տիգրանագերդի մեջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայաստանի առաջին թատրոնը կառուցել է Տիգրան Մեծը Քրիստոսից առաջ 69 թվականին Տիգրանակերտ մայրաքաղաքում։ Թատերական ավանդույթները շարունակել է Արտավազդ II արքան, որը գրել է թատերախաղեր ու բեմադրել իր հիմնած թատրոնում։ Սաթենիկ։ Հարցը բաղկացած էր 3 ենթահարցերից, երեխաները պետք է նշեին ով է հիմնադրել, երբ եւ որտեղ։ Երեխաները 3 ենթահարցերին էլ պատասխանեցին, թիմը կրկին վաստակում է 10 միավոր։ Կապույտին։ Մենք ընտրում ենք նուտարը։ Նուտարը խնդրեմ։ Նշանավոր հայեր։ 5-րդ դարում ապրած այդ մեծ հայի սխրագործությունը համարվում է հայ ժողովրդի շահած ամենամեծ ու անարյուն պատերազմը, որի հաղթական երթը շարունակվում է նաև այսօր։ Ով էր այդ մեծ զորավարը։ Ինչ պատերազմի մասին է խոսքը։ Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Թալար Կազանտյանը։ Դալար։ Այդ մեծ զորավարը Մեսրոպ Մաշտոցն էր, որը 405 թվականին ստեղծեց հայոց քրերը։ Ռասում։ Մեսրոպ Մաշտոցը ծնած է Դարոնի հացեգած գյուղը եւ այժմ անոր շիրիմը կգտնվի Օշական գյուղի մեջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այդ մեծ զորավարը Մեսրոպ Մաշտոցն էր, որը 405 թվականին ստեղծեց հայոց գրերը։ Գրերի գյուտի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն եւ կարողացավ պետականության բացակայության պայմաններում պահպանել ինքնությունը, ստեղծել մշակութային ինքնատիպ արժեքներ։ Պարոն Գյուրջինյան։ Թիմը ճիշտ գտավ ճակերտավոր զորավարին Մեսրոպ Մաշտոցն է։ Եվ ճիշտ ասած, որ 405 թվականին նա ստեղծեց հայոց գրերը, բայց թե դա ինչ պատերազմ էր, այս մասին խոսք չեղավ, այլ լրացում եղավ ծննդավայրի եւ շիրիմի գտնվելու վայրի մասին։ Եվ այդ պատերազմը շարունակվում է նաեւ մեր օրերում, Սփյուռքում, դժբախտաբար նաեւ Հայաստանում էլ մենք խնդիր ունենք այդպիսի։ Թիմը փաստորեն հարցի մեկ մասին լիարժեք պատասխան չտվեց, ուստի վաստակում է 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ անցնում ենք Ծիրանագույնին։ Մենք ընտրում ենք մեր հայերենի ուսուցչուհու Թամարի Թոդարը։ Ձեր հայերենի ուսուցչուհի Թամարի Թոդարը բացեք խնդրեմ։ Թեման պատմությունն է։ Աշխարհում հին հայկական ձեռագիր քանի մատյան է պահպանվել, որն է հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցը եւ որքան է այնտեղ պահվող ձեռագրերի քանակը։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Այս հարցումին կպատասխանի Նազար Մարգարյանը։ Նազար։ Աշխարհում գտնվում է 25000 ծերակիր հայկական ծերակիր մատյան, նրանից 16000-ը գտնված է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենատարանում եւ մնացածը տարածված է աշխարհի զանազան տանկարաններու մեջ։ Վերջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհում պահպանվել են հին հայկական շուրջ 25000 ձեռագիր մատյաններ, որոնցից 16000-ը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ Դրանցում ամփոփված է մեր